Աստված ձեզ պահապան, Աստված ձեզ ողջունի։ Շատ ժամանակ մարդիկ ասում են, օրինակ, իբր թե զորանալու պատճառով, ասում են, Աստվածաշնչում 365 անգամ գրված է մի վախեցին։ Ըստ է 2 անգամ գրածել է, պետք է վախենայք, հա? Ուրեմն ամեն ինչը, ուրեմն պես սուրբ էլ եղիր, պետք է 365 անգամ գրածել էր, հա? Եթե չէ, ուրեմն ամեն օր սուրբ չպետք է լինես, հավատացյալ չպետք է լինես։ Հավատա բառը այդքան պետք է գրածել, ձևական մարդկային զգացմունքային մոտեցում։ Բայց Տերը երբ որ խոսում է 2-3 անգամը Տերը գիտի, ասում է 2-3 վկայությունով ամեն բան հաստատվում է, վերջ։ Նույն բանը 2-3 անգամ հաստատվում է։ Ուրեմն մենք նայենք մի հարցի, հիմա որ հարց տամ, հանկարծակի գանք, էլի։ Ասենք ձեզանց ովքեր են վախկոտները։ Չեմ ասում հիմա ձեռ բարձրացեք, բայց հանկարծ ասենք ովքեր են վախկոտները ձեռ բարձրացրեք։ Չեմ կարծում, որ այստեղ մեկը բարձրացնի ձեռքը։ Գուցե մի քանիսը բարձրացնեն, իրեն ասեն ինչից ես վախենում, երևի ասի կատվից, գիշերը որ դուրս է գանում դեմից, դուրս կամ ինչ-որ բանից։ Բայց հանկարծակի են գալու մի հարցում, որտեղ այս օրերը ավելի է բացահայտվում, որ վախենում ենք։ Ոչ թե բոլորս, իհարկե, գուցե շատերը։ Ուրեմն երկրորդ Կորինթացիների 6-րդ գլխի 3-ից 9-րդ խոսքերն եմ ուզում կարդալ, Պողոս առաքյալը ասում է, ոչ մի բանով ոչ մի գայթակղություն չենք տալիս, որ պաշտոնը չնախատվի, այլ ամեն բանի մեջ մեր անձերը ընծայում ենք, ասում է, ինչպես Աստծո պաշտոնաներ շատ համբերությունով, նեղություններով, վիշտերում, չաչանքներում, ծեծերում, բանտերում, չեմ, այնքան շատ է գրած, որ ես ամենը չեմ ուզում հատ նշել, բայց դուք ուշադրություն դարձրեք, ինչ հարցերում մեր անձերը ընծայում ենք, ինչ հարցերում, ինչերի մեջ, նորից այդ տեղերը կարդամ, նեղություններում, վիշտերում, չաչանքներում, ծեծերում, բանտերում, խռովություններում, աշխատանքներում, հսկումներում, ծոմերում, սրբությունով, գիտությունով, երկայնամտությունով, քաղցրությունով, սուրբ հոգով, անկեղծ սիրով, ճշմարտության խոսքով, Աստծո զորությունով, արդարության զենքերով, աջ կողմից եւ ձախ կողմից, փառքով եւ անարգանքով, պարսավանքով եւ գովասանքով, ինչպես մոլորեցնողներ, բայց ճշմարիտներ, ինչպես չճանաչվածներ, բայց լավ ճանաչվածներ, ինչպես մեռածներ, բայց ահա կենդանի ենք, եւ շարունակ, ինչպես պատժվածներ եւ այլ եւ այլ։ Հետաքրքիր է, լավ, մենք հարց տամ, մենք մեզ պատասխանենք։ Այստեղ Պողոս իր ծառայության համար ասում, ամեն մեկս մեր համար ասենք, մենք են համարում ենք, որ մենք մեր չափով ծառայում ենք, ասում չէ գրած, բոլորդ պետք է ծառայեք Աստծուն։ Ամեն մարդ պետք է ծառայի Աստծուն, պարտական է։ Եվ անհնարին է չծառայել, գիտեք ոնց, պարապ մարդ չպետք է լինի երկրի վրա։ Եթե Աստծուն չեք ծառայում, հնարավոր չի պարապ մնալ։ Ավտոմատ մարդը կծառայի հակառակորդին, չարին։ Մի ժամանակ որ Աստծուն չենք ճանաչում, անկախ մեզանից, որ ասում է օդի իշխանի իշխանության տակ եք, անկախ մեզանից մարդիկ ամեն մեկիցս, անկախ մարդիկ ծառայում են չարին։ Հավատում են գուշակներին, գարասկոպին, դոչկտեմ ինչերին, քարերին, սարերին կամ ինչ-որ դետալներին սուրբ անվանելով, աստվածներ անվանելով, ասիկան նենց էր, որ դուք մենք, որ եղել ենք իբր ոչ հավատացյալ, բայց հավատացյալ ենք ելել, ուղղակի սխալ դետալների հանդեպ, սխալ խոսքերով, սխալ մատուցած, պապական անմիտ, ասենց ասած, ներկայացրած հավատքներով,
Հավատացել ամեն մեկը մոմին, մեկը կոֆեի բաժակին, մեկն է գուցե քարածուխին։ Ամենայն դեպս բոլորը հավատք ունեցին, որ ասում հավատացել չեմ եղել, մարդիկ նկատի ուներ, որ ուղղակի Հիսուսին չեն հավատացել, բայց երբ որ ուշադրին բոլորը հավատացել եղել են, նայած ով ինչին։ Դրա համար էսա որ մենք եթե չծառայենք Աստծուն, ինքնին հետ ենք դառնալու այդ հին տաշտակին, տաշտակ գիտեք, չէ՞ ինչա։ Նմանապես, եթե մենք Աստծուն չպաշտենք, ուզենք թե չուզենք հետ ենք դառնալու մեր հին կյանքին, մեր հին սխալ հավատքներին, սխալ համոզմունքներին, որ կարծում ենք թե ճիշտ է։ Ուրեմն ուշադիր եղեք, որ պետք է ծառայեք, եթե ոչ, ուզեք չուզեք սխալ բաների եք ծառայելու, որտեվ պարապ մարդ, կենդանի մարդ, եթե մարդ շարժուն է, անհնար է պարապ մնա։ Եթե օրինակ եմ ասում, ես շնչում եմ ստեղի օդը, եթե դուրս կամ ուրիշ օդ եմ շնչելու, համենայն դեպս է շնչելու կարողությունը, շնչելու գործողությունը մեզ տրված է, պետք է շնչենք, ուզենք չուզենք, լավ օդ կամ վատ օդ։ Դա համար եթե մենք չծառայենք, ծառայելու, ասենց ասած, կարողություն է մեզ տրված եւ ծառայելու պահանջ։ Մենք մարդը անկախ իրենից ուզում է ծառայել, ճանաչել որևէ մեկին, որպես մեծ, որպես սուրբ, որպես իրենց լեզվով ասած թալիսման, չգիտեմ ինչ մի բանի, որ հույս տնի։ Անհնար է մարդը անհույս մնա, հույսը մանավանդ հոգևոր հարցը միշտ ինչ-որ բանի գնում է, բայց շատ վատ է, որ Աստծո վրա չի չար բաների է, բայց ուզես չուզես սխալ հույս ունենալու ես, եթե Աստված չի հույսը, ապավինությունը։ Դրա համար Պողոսն ասում է մեր ծառայությունը, որպեսզի չանարգվի մեր պաշտոնը, ամեն ինչի մեջ ընծայվում ենք Աստծուն։ Հիմա դուք եք ձեր չափով եք ծառայում, թեկուզ ոմանք ծառայության մեջ նորմալ չեն, այսինքն բացի թողիա, մատերիալանքով դա լավ չի, Աստված չի հավանում, բայց ամենայն դեպս ընծայվում ես, ինչ ես ընծայում, ընծայվում ենք, ինչ է նշանակում, իմ անձը ընծայում եմ Աստծուն, ինչ է ցավերի մեջ, տառապանքի, փորձության մեջ, այսինքն ամեն ինչի մեջ մենք աշխատում ենք, որպես մեր անձը Աստծուն ծառա լինի, ընծայվի, այսինքն Աստծո ուզած կերպով վարվի տվյալ վիճակի մեջ, նեղություններում, ծեծերում անգամ ասում չէ, անարգանքի մեջ, թեկուզ մեզ անարգում են, մենք մեզ դες պահենք որպես Աստծո մարդիկ, Աստծուն հավատացողներ, եթե փառավորում են մեզ, չի ասում փառքում, անարգանքում, փառաբանում են, միտեղ գնում ես դες շատ են գովում, փառաբանում են, գովասանքներում, այնտեղ էլ դու իմանաս քեզ ինչպես պահես, սրտիդ մեջ, մարդկանց առջև, փառքումն ես տալիս, ամենայն դեպս, մարդիկ քեզ են փառք տալիս, դու ումն ես տալիս, դրա մեջ հարց է, հիմա մենք շատ այս փորձություններից վախենում ենք, չէ՞, շատ ես, գուցե եթե հաշվենք, չեմ քանի հոգի կհաշվի, որ այսպիսի փորձություններում չեն վախենում, բայց մեզ որտեղ եկա ասում, ոչ մի բանից չեմ վախենում, Աստված է հույսս, ասելով չի, պետք է փաստվի, դրա համար Աստված թույլ է տալիս, որպեսզի փաստով հաստատես, համբերությամբ եւ այլ, որ հաստատես դու իրոք Աստծուն ընտրել ես, ասում շատ մարդիկ կանգնել են թագավոր մի բարձր տեղակայներ են, բալկոնում սենց ասած, ժողովուրդ հավաքվել է, ասում ինձ սիրում եք, հա, կծառայեք ինձ, հա, ամեն թագավորն ես, ոչ չէ, ասում է, քո համար մեր կյանքն էլ կտանք, բոլորը միաբերան ասում է մեկից, որ հետ չմնա, էլի,
Ես ասում եմ կողքին ինչի ես էլ չասեմ, հանգարտացնես խի չի ասում։ Ասում դե լավ պետք չի բոլոր կյանքն է տակ մեռնեք։ Մի հոգի ձեզանց մեռնի հերիքա բոլորի փոխարեն ասում։ Մի հատ հեսա բան եմ գցում, բամբուլ եմ գցում, ասեք։ Ում վրան ընկավ այդ բամբուլը իրան հեսա կզոհենք, մնացած թող ազատվեն։ Ասում մի հատ բամբուլա գցում նայում թագավորես մի ժամաս բամբուլը ներքև չի իջնում։ Այ քեզ թրջող բամբուլ։ Ասել եմ ձեզ գիտեք շատերը այս օրինակը։ Սա մեկը որ շատ նայում են ում վրան որ գնում ասել փչում են, բայց միջև ասում են պատասխան կյանքն է ստանք, բայց փչում են որ հանգարց իրանք կյանքը չտան թագավորի համար։ Հիմա դες մերն էլ է շատ ժամանակ շատ հավատացել եք ասեմ մեռնեմ Աստծուն, Աստծո մեր կյանքս էլ կտամ, բայց փչում է բամբուլին։ Ուրեմն շատ ելեք, բերանով չի, փաստպրի, իհարկե Աստծոց զուր փորձություն չի անում, մեկին անտեղի մի բամբուլ գցեք սպանեք, օրինակ բեցի որ հասկանալ լինի, շատերը բերանով մենակ ասում են, բայց պատրաստ չեն, բայց շատերս են հիմա Աստծո համար ենք ասում, երբ որ գալիս է պահը վախենում են։ Մի հատ էլ օրինակ եմ ուզում կարդալ, ասիկ օրինակ որն է մարգարությունից մի համար, տեսեք Տերը ինչ է ասում։ Մաղաքիայի միջոցով Տերն ինչ է ասում։ 1:6-ից 10 եմ ուզում կարդալ, այսպիսի բան է ասում Տերը։ Տղան իր հորը կմեծար և ծառան իր տիրոջը, եթե ես հայր եմ, ուր է իմ մեծարանքը, և եթե Տեր եմ, ուր է իմ երկյուղը, ասում է զորաց Տերը։ Ով իմ անունը անարգող քահանաներ, անգամ դիմում է քահանաներ, գիտեք, իբր Աստծուն ծառայողներ էին այդ ժամանակ, Աստծուն ծառայող մարդիկ էին, անգամ իր ծառաներին է Տերը հանդիմանում, ուր մնացածին։ Ասում եմ, որ ասում եք, թե ինչով ենք անարգում քո անունը։ Ասում եմ, իմ սեղանի վրա պիղծ հաց մատուցանելով, բայց դուք ասում եք, մենք ինչով ենք քեզ պղծում, ձեր ասելով թե Տիրոջ սեղանը անարգված է, ապա երբ որ կույրը մատուցում եք զոհելու, վատ չէ, կամ երբ որ մատուցում եք կաղը կամ հիվանդը, վատ չէ, նրան մեկ քո իշխանին մատուցել, արդյոք քեզ կհավանի, կամ քեզ կընդունի, ասում է զորաց Տերը։ Նա տարկող մեկին ասին, իբր Տիրոջն զոհան, այնքան ասին եղբայրները ասին գառներ ունես, ոչխարներ ունես, մեկին ասեցին մեր մեջ կար, ասին մի գառ գոնե նվիրի Տիրոջ չէ, ասին եղբայրները նստեն հաց ուտեն էլի, հանուն Տիրոջ մի հատ գառ, ասին չպես մի օր էլ բերեց 3 հատ թե 4 հատ գառ, ասես տվել եմ, միլաց եղբայր, այսքան գառ եմ բերեց, չէ, մի շմեջան 4 հատ է թե 3 հատ, բերեց, եղբայրներին ասում գիշեն թիվը, կարևոր չի, 3 է թե 4, ես էլ ասի Աստված քեզ ունի, բայց մի հատ է հերիք է, չէ, լրիվ, բայց մի քիչ թող արածան, ասեց դրանք այդ ձորի բերան այդ խոտերի մեջ մի քիչ, մի քան ժամանակ հետո մորթեք, որ չգնացի տես այդ բոլորը միացնես մի հատ գառ չի դառնա։ Նիհար, սատկելու վրա, շատ է բուրդները թափած, բուրդ չկար, ոսկորներս ես կարար հաշվիր, ոչ ես ճարի դրանք վերել է, անգամ մեկը սատկավ, չդիմացավ էլ այդ բանի, սովին, սատկավ մնացածը մորթեցին մի քիչ պահին, երևի մի 20 օր, 25 օր, մի ամիս պահեցին, որ գոնե արածան մի քիչ միս կավերներ, այդ մնացած 3 թե 2-ը, եթե 3 հատ է 2-ը, եթե 4 էլ 3-ը, մորթեցին, մի գառը միշտ չտվեց, սատկացը հանած։ Ես ինչ են ծայիկ բերում Տիրոջը։ Եվ շարունակում է իհարկե նման բանով հանդիմանում է Տերը,
Հիմա մենք մի հատ դառնանք մեր ընծաներին։ Ինչ ենք ընծայում Տիրոջը։ Հնարավոր ասեք, մի վախեցեք, ինձ կօգնեք։ Բարձր մեկն ասի, ինչ ենք ուզում ընծայել Տիրոջը։ Տերն ինչ է ուզում մեզանից։ Լավ, եթե չեք ասում։ Տիրոջ ուզած հիմա նոր կտականան շրջանում, այո, կարող ենք ողորմություններ անել մեր ունեցվածքով, բայց առաջին ընծան, որ Տերը ուզում է, որ քեզ ընծայիր ինձ, ոչ թե մորթվելու, այլ ապրելու։ Քեզ նվիրիր ինձ, նվիրվիր ինձ։ Քո կյանքն եմ ուզում, քո անձն եմ ուզում, քո հոգին եմ ուզում, Տեր ասում, նախանձագին փափագում է այն հոգին, որ ինքը մեր մեջ դրել է, չէ՞, տենց է գրած։ Հիմա մեր փորձով եմ ասում, հեռու չգնանք աշխարհի ընծերը։ Մենք դալիճի միջից խոսենք, կամ շրջապատես մի քանի կիլոմետր էսկում ենք։ Մենք այդպես գալիս են։ Դիտմամբ եմ պատմում, գիտեք, որ շատ ժամանակ sense հասարակ է թվում, բայց մեկ էլ այդ խոսքերից հետո տեսնում շատ մարդիկ իրոք քայլ են անում, փառք Աստծուն, դեպի Տերը, Տիրոջ ուզածը։ Մոտենում են, որ ասում են աղոտ քարա լավանամ, հիվանդ եմ։ Մի քանի հոգու եմ ասես վերջերս, չնայած եղել են մարդիկ, որ աղոտ են կարել լավացել են, առողջացել են։ Մարդիկ էլ կան գնացել են, տեսել են, որ լավանաս ինչ ես անելու, ես չեմ անում։ Մեր քույրերից մեկ էլ Վիսակերտում կար, մեկ նոր հաջնում, ասեցի, կանչել, թող անպայման իլազ եղբայրը գա իմ համար աղոտ կար, հելա գնացի, ասի, բայց ինչ ես ուզում բժշկվես, ինչ անց, պարտադի չի կատարար բժշկվեմ, ես կոն տարիք որ մեծ, 60-ից անց, ահագին տարիք ունի։ Լավ, բժշկվես ինչ ես անելու։ Աղոտ կանենք։ Ասա Տեր Աստված, եթե կուզես ինձ բժշկի ապրեմ ես երկրի, եթե չէ, հոգիս վերցրու։ Քույրիկ ասեց համաձայն եմ։ Նման խոսք շատ են ասել, Տերը ողորմություն արել, պատրաստել է հավատքները, որպեսզի բիծ չմնա, խոստովանել են, եթե հիշել են մի բան, եթե կա, եթե չէ, խնդրեն ավելի սրբանան, Տերը վերջել է։ Բայց ես վերջերս մի հատ լավ զարմանալի բան է կատարում։ Մարդիկ մոտենում են։ Մեկի օրինակը բերեմ, երկուսի օրինակը բերեմ։ Եղբայր ջան, իհարկե ասում եմ, որ ինքն է բժշկվի, չեմ ուզում ուղղակի ինքը վատ զգա, լավի եւ բոլորից լավի համար եմ ասում։ Աղոտ քարա, ասեցի, դե աղոտ կանենք, ասի, որ բժշկվես, շատ լավ, որ չբժշկվես, կգնաս դրախտ։ Ես ասա, յա, վեր թռավ, ասի, դի չի վախեցար, ուրիշները ախ են անում դրախտեցան, ու դրախտից վախեցար, հետո ասում չենք վախենում, ինչ ուզում ալնի, ինչ ուզում ալնի, բայց վախենում եմ, իմ թագավորի այդ ժողովրդի նման, ես քան որ առաջին մեկ էլի, եղբայր ջան աղոտ քարա, բժշկվեմ, ասի դե աղոտ կանեմ, ես բժշկվեցի, շատ լավ, բայց որ չբժշկվեցին ավելի լավ։ Ոնց, այս կգնաս դրախտ, ես մեռար, դե որ չբժշկվես կմեռնես, չէ, հա։ Իմ կողմից բարևներ կտաս, ասի, ասա իրան գալու են։ Հա, բայց ինչի աղբեր ջան։ Ինչի այ աղբեր ջան, ինչի չես ասում։ Ինչ ես այդ խոսում, որ կաղա մեռնեմ, բայց քեզի վախ ու հարց, բայց դու հավատացալ ես, լավ վերջ-վերջո ինչ ես ուզում անենք քո հետ, չես ուզում ես աշխարհից գնաս, Սատնովան էր ասում, մեկ էլ ուրիշ մեկը էլի Քավոր Պետրոսն էր ասում, Խաչակովի շատականի մեջ, եւ այլ, Սատնովան ասում ապաշխարի, ասում չէ,
այս աշխարհը պինդակը պես տրտիս։ Չեմ թողի աշխարհը։ Պինդակը պես տրտիս։ Ինչ ապաշխարություն, ինչ բան։ Ֆիլմի մեջ է նահանած։ Գրքի մեջ գրած է, վերջը։ Լավ վերջը ուր է գնալու, ինչքան ժամանակ պետք է աշխարհը սիրեք ու կպած մնաք, վերջը գնալ կա։ Ինչի՞ չեք ուզում դրախտ գնաք հակառակ տեղ։ Ինչի՞ չեք վախենում, դրախտից վախենում, այստեղ նստածներ շատ է, դրախտից վախենում են։ Ասում եմ, եթե դրախտից եք վախենում, բա դժոխք գնալը ինչ կանեք։ Եթե չես ուզում դրախտ գնաս, դժոխքը քեզ հալալ լինի։ Ավելի են վախենում։ Բայց այս ինչ հավատացալ ենք մենք։ Չենք ուզում աշխարհը թողենք ու գնանք։ Վերջը օր կա։ Մենք երկենք, կասենք, պանդուխտ ենք այս աշխարհում։ Բայց ինչ պանդուխտ։ Բոլորն են պանդուխտ, գիտես, չէ՞, այս աշխարհի բոլոր ղեկավարներից բռնած մեզնից դուրս եկած։ Բայց շատերը կասեն, մենք պանդուխտ ենք, հյուր ենք, եկել ենք, գնանք, մեր հայրերն ուր են, մեր նախնիներն ուր են, իբր թե մահ կա, կգնանք, բայց երբ որ իր հերթ հասնում է կոնկրետ իր վրա ծանրանում այս հարցը, չի ուզում թողի աշխարհը, amma քո չուզելով չի, այդ կարգը այդպես է հիմա, ինչ պատճառով գիտեք արդեն, ինչից ենք վախենում, կամ էլ ասում ես նվիրվի Աստծուն, լավ, Տեր ասում է կյանքը նվիրի, ոնց է ասում վերում ես, փչացած բաներ ես նվիրում ինձ, կաղը, կույրը, բուրդը թափածը, շարունակեցին, ասում մի հատ տարքո ժողովրդի իշխանին դուր, դες կհավանի քեզ այդ նվիրի համար, ընծայի համար, կամ տար մի հատ այդպես գար, հորդ դուր, կհավանի, բապեր մեկ Աստծուն եք նվիրում, Մենք է տեսնում ենք մարդիկ ուզում են ընծայվեն, կյանքը նվիրեն Աստծուն, ես տեսել եք այդպես մարդ, հա, որ կյանքները նվիրում են Աստծուն, գալիս են, ապաշխարում են, բայց այդ ապաշխարության առաջին օրից մարդը կատարել պետք է ընծայվի Աստծուն, նվիրվի Աստծուն, Էլ եմ հիշեցնում փառք Աստծուն, որ Աստծո ծրագրի մեջ ընծայվելը չի նշանակում, Աստված մեզ պետք է մորթի։ Ընծայվում ենք, որ ինքը որ մեզ հավիտենական կյանք է տալիս, ինքը իր ծրագիր ունի։ Կուզիկը մորթի, ընծայվել ես։ Իրենն ես։ Կուզիկը ապրեցնի, բայց փառք Աստծո, որ ծրագիրը ապրեցնելն է նա։ Մեր ապրեցնելն է։ Մեր ուզածով չի, ես քեզ ընծայվեմ, դու ինձ սենց արա։ Այմ ընծայել տվե քեզ, ինչ կուզես կանես, կուզես պատից կախել, կուզես սեղանի վրա դիր, կուզես սերվանդի մեջը դիր, քո ընծանա, այդպես են, եթե ես ընծայվել եմ Աստծուն, որտեղ կուզի թող դնի, դժվարության մեջ դնեմ, մեկ ուրիշ տեղա դնեմ, իրական կլինի, եթե ընծայվել եմ, հո չեմ թելադրի, Տեր Աստված, թեկուզ իմ անձն եմ ընծայել, Քո ընծան, են իմ տված ընծան, որ իմ անձնա, ու դու շխմուշի մեջ դիր, լավ շորեր հագցրա, դու քո ինչ գործ, իր ընծան չի, ոնց կուզի դες կպահի, ոմանք ընծայում են, որ ասում եմ, ընծայվող մարդ տեսել եք, ես շատ եմ տեսել, մի տեսակ ընծայվող բերում, տեսել եմ, որ մարդը կատարան նվիրվել է Աստծուն, բայց ավելի շատերը գիտեք ոնց են նվիրվում, կաղն են բերեմ, կույրն են բերեմ, անպետք բան են բերում, ճիշտ ասած, եմ մի հատ մարդ հասım, աղոթում Աստծուն ասում, Տեր Աստված, դու ոնց ընդունեցիր, եթե անկեղծ աղոթում ասում, եթե դու իմ տեղն ես, ես քո տեղն ես, քեզ չի ընդունի, ասի եթե
Իմ նմանին դու չպետք է ընդունեիր։ Կեղտոտ մարդուն, ես ձևի մարդուն, ոնց դու ընդունեցիր, ես զարմանում եմ, որ դու ինձ ընդունեցիր։ Անկեղծ դա սա Խոստովանցն է, որ Խոստովանը որ ինքը ապակամած մեկն է, ոնց Աստված ընդունեց այդ ապակամածին։ Մեկ է տեսնում ես մարդիկ ուզում են ընծայվեն։ Հələ ամենք մեզ նայենք։ Գալիս են անգամ գիտես ոնց են մեռնելու վրա են արդեն։ Հիվանդ, տեղաշորի մեջ, հիմա շատ ունեն, գիտես, չէ՞, մեր շրջապատում, եկեղեցում էլ կա։ Ասես կյանքը դուր Աստծուն։ Եթե կուզի, դու մահացի։ Չէ, աղբեր ջան, բայց ինչ ձև են ծայա։ Դու պետք է ինձ կառավարես, թե Աստված ինքը որտեղ ուզի դնի։ Ուզի դրախտում կդնի։ Ուզի կարողացնի երկրի վրա կպահի։ Իրանը չի։ Հա, ժողովուրդ ջան։ Մեկ է տերնում ես, ոմանք ուզում են Աստծուն զարմացնեն, բերում են մին ընծա, ճիշտ ասած, որ ես լինեի չէի ընդունի, բայց Աստված ողորմած է, մեկ է տերնում ես ընդունում ատեսնեին։ Մեկ անպետք անձ են բերի։ Հիվանդացած, ոտեր չի աշխատեն, ձեր չի աշխատեն, սիրտը խփմա, թոքերը փչացած են, ես ինչ են, դեր քեզ եմ ընծայում, այդ ինչ մա մնացեմ, ես չէ, որ Աստծուն ընծայում ես։ Այսպես ընծայումն է պետք։ Այսպես ընծայում եմ, ասա Տեր ասած քեզ բեռ եմ տալում, մի ասա ընծայեմ տալում։ Այդ լավ կյանքը չընծայեցի Աստծուն, որ փառք բերես Աստծուն, ծառայես Աստծուն, շնորհակալ լինես, աշխատես Աստծու համար, անպետք անձդ ես բերում, արքեզի ես անպետք անձս։ Իրա մեջ էլ մտածում, հա մեկը էլ ինչ սա մնաց է, որ կարես նա փրկության համար լրիվ տամ Աստծու թոնձ փրկելի, ինչ հա մնաց է, ոչ կարում քելան, ոչ կարում կարքին ուտեմ, ոչ աշկեսա տենեմ, ոչ ականցա լավ լսում, այմար տամ Աստծու պրծնեմ, նվիրեմ Աստծուն, ճիշտ նվերել, զարմանալի նվեր, թո Աստված պետք ես անպետքիս, լավ ես նվիրեմ, կարծում թե Աստծուն է խապեց է, եթե մտածում ես Աստծուն խապեցի չի ընդունի, քոն ասում Տեր Աստվածից ողորմի պետք է անպետքիս, այն մարդուն մասում թե ես հլե չի ընդունի սենց մարդ, մեկը բերի դես մեկին կծիքով վրեն, ասում ես մեկին ասում են, դե ամուսնացի էլի, ասում 60-ի մոտ, ասում դե ամուսնացի մեկ, ես չեմ հասկանում, ինչի մեռելը բերեմ, ես թաղեմ։ Իմ նման մեկին բդի տանել, ես բերեմ մեկ երկու, դեր ասում չկա մեռել, ես թաղեմ, այմար պետք չի ասում ամուսնապտասыз մնամ, պետք ամ փող չունեմ թաղում անելու, բան անելու, պետք չի ինձ ամուսնանան ասում եմ։ Աստված ձեզ օրհնի։ Հիմա մեկ մեր վրա մտածենք, ինչպիսի անձ եմ նվիրեմ Աստծուն։ Լավ կյանքս մաշում եմ, կներեք մի քիչ ավելի կոպիտ եմ ասում, լավ բաներ լրիվ գնացել է համոհոտը, մնացել զիբիլ, Աստված ջան, զիբիլը քեզ, հա, ես չեմ անում։ Այդ ինչ ես թողեքում ես, որ մեկ էլ նվիրես։ Մի հատ էլ այդպես մեկին, որ մնացել է իր զիբիլը, անձի տակի զիբիլն է մնացել, ասում ես գնա դրախտ, ասում է, այդ էլ չի ուզում տալ, շատ լավ է, ոմանք է զիբիլի համար հոժարում են, Աստված է ողորմած, ասում է զիբիլից մարդ կշինեմ։ Պլպլացով պատրուկի չեմ մարի, ջաղջաղված եղեք է, որ զիբիլ է, ոչ մեկի պետք չի, եղեք է պատկես կծել ես ճամպին ավտոները վրեն գնացել, եկել է փեշերվել, ասում է, ջաղջաղվել է, Աստված ասում է վերականգնելու է մարդ շինի ու փրկի։ Աստված դրանից էլ է փրկության մարդ պատրաստում։ Բայց ոմանք կան ջաղջաղված, տառապած, տանջված, հիվանդոտ, էդ էլ չեն ուզում Աստծուն նվիրեն։ Մեկ էլ հենց անկեղծները կան այս ժողովրդի մեջ։
շատ անկեղծ։ Ասա դե մեծ ինչ ամրացա աստված ջան, ոչ բան պետք չէ եկալ քեզ։ Անկեղծ խոստովանում է որ բանի պետք չի։ Մեծս ինչ ամնացե որ այդ ոչ տամոքս աշխատում, ոչ հոմ եմ հասկանում, ոչ հոտ եմ հասկանում, կորոնայից հետո հոտրելա կոր է, ինչ ումն եմ պետք, վեկալ քեզ, երեխեքս էլ են տեր չեն կանում, ես կամ շատ հիվանդացել եմ, Երանի են տանում շուտ մեռնեն, ազատվեն հզնից, եւ այլ, էլի լավա, Ադեսներ էլի, սենց ասաս, կաղցեր իշողությունները խոստովանում են, մեծ է բան չի մնաց է, մաշ է, գնաց է, պրծած մարդ եմ, դեր ձեզ պահին, եկենք մեր լավ օրերից տիրոջը նվիրենք, հետո ինչ տերը ողորմած է կաղա, սենց ասաս, չեմ ամիս ստրտոք տան, կաղա շատ են չընդունի էլ էդ վիճակում էլ, եթե անկեղծ չնեն, բայց շատերը դրա մեջ են կեղծավորություն անում, տերը կեղծավորություն չի ընդունում, թեև ճանաչում եք, ասում որ շատ ողորմած է, այն պրծածից էլ մի բան կհանի դրախտ կուղարկի, հոգիս կվերանորոգի, կյանք կտա, կենթանացրի ջաջահված եղեգը, բայց ինչա չարաշահենք աստծո ողորմությունը բարիքը, սերը, Են ամեն ինչս վերջին կաթիլով ծախսենք ու այդ բան չկա բերենք իբր նվիրում ենք Աստծուն մեր անձից նվիրվեք դրա համար երիտասարդները երանելիա ովքեր որ երիտասարդ կյանքով են անգամ դե մանուկ են պատանին շատ բան չեն հասկանում չեն իման ոնց ծառայեն Աստծուն կրկնում են մեծերի ասածը հələ որ բայց երբ որ երիտասարդ են դառնում արդեն հասկանում են ընտրության հարցը ոնց է կյանք տան Աստծուն նվիրվեն Աստծուն Երանի այսպեսիներին ոմանք էլ ուրախանում են ասում են լավ է շուտ չափ աշխարհեցի այ մարդ եկեք ծերացել են փառք ասում այսքան պայծ էլ ոչ մի բան չունեմ այս աշխարհում ոնց ասած կյանք անելու բան այ հիմա հանգիստ կյանք ես տամ Աստծուն թո փրկի Խոստովանա, որ Աստծուն չի ուզեց ծառայի, չի ուզեց մեն լավ նվեր տա, մտ առողջ ձեռք դուր Աստծուն, մտ առողջ ոտք դուր Աստծուն, մտ առողջ գլուխ դուր, մի առողջ սիրտ դուր Աստծուն։ Այդ առողջությամբ մի քիչ Աստծուն գործ անես։ Աստված էլ քեզանով ուրախանա։ Տեր ձեզ պահապան։ Աղոտ կանենք, ես իմ համար եմ ասում, եթե որ պատկերացում սենց կամ զզվել ես գալիս այս ընծայից, որ դες մի բան ընծայ եմ տիրոջը, աստատ կա, տակի մնացորդ, դերը ձեզ պահին, աղոտ կանենք,